Ողջույն բոլորին, այսօր հունվարի 21-ն է, օրը չորեքշաբթի եւ US Armedian սկսում է հերթական աշխատանքային օրը։ Ես Արություն Մինասյանն եմ եւ ձեր ուշադրությանը կներկայացնեմ մինչեւ այս պահը տեղի ունեցած իրադարձությունները։ Ու սկսենք այսօր առավոտյան տեղի ունեցած մի քանի դեպքերից Լոս Անջելեսի շրջանում տեղի է ունեցել դաշնային գործակալների մասնակցության միջադեպ, որի ընթացքում կրակոցներ են հնչել, թե ոչ ոք չի վիրավորվել կրակոցներից դեպքը հանգեցրել է մեկ անձի ձերբակալման եւ դաշնային գործակալի վնասվածքի։ Լոս Անջելեսի շրջանի շերիֆի վարչության խոսնակը հայտնել է, որ միջադեպը տեղի ունեցել Վիլոուբրուք շրջանում, երբ ԱՄՆ-մաքսային եւ սահմանային պաշտպանության ծառայության CBP աշխատակիցներն իրականացնում էին ներգաղթային իրավական գործողություն։ Ըստ պաշտոնական տվյալների դաշնային գործակալները փորձել են ձերբակալել մի անձի, որը դիմել է փախուստի։ Հետապնդումն ավարտվել է 126-րդ փողոցի 2400 հատվածում, որտեղ էլ տեղի է ունեցել ավտոմեքենաների բախում, ինչից հետո էլ հնչել են կրակոցներ։ Ներքին անվտանգության նախարարությունը հրապարակել է հայտարարություն ներկայացնելով միջադեպի մանրամասները։ DHS-ի համաձայն գործակալներն իրականացնում էին թիրախային գործողություն ձերբակալելու Ուիլյամ Էդուարդո Մորան Կարբալյոին, որը ըստ նախարարության ներգրաված է եղել մարդկանց ապօրինի տեղափոխման գործունեության մեջ, նախկինում երկու անգամ ձերբակալվել է համատեղ բնակվող անձի նկատմամբ ֆիզիկական վնաս պատճառելու համար եւ 2019 թվականին նրա նկատմամբ ներգաղթային դատավորը կայացրել է վերջնական արտաքսման որոշում։ DHS-ի խոսնակի հայտարարության մեջ նշվում է. ձերբակալումից խուսափելու վտանգավոր փորձի ընթացքում այս քրեական անցյալ ունեցող ապօրինի ներգաղթյալը մեքենան օգտագործել է որպես զենք եւ հարվածել իրավապահներին։ Կյանքի եւ անվտանգության համար գործակալն արձակել է պաշտպանական կրակոցներ։ Ըստ հայտարարության Մորան Կարբալյոն չի վիրավորվել, փորձել է փախչել ոտքով, սակայն հաջողությամբ ձերբակալվել է իրավապահների կողմից։ Լոս Անջելեսի ոստիկանության տվյալներով ավտովոտարի քննությունը վարում է Կալիֆոռնիայի ճանապարհային ոստիկանությունը, իսկ կրակոցների դեպքը քննվում է դաշնային մարմինների կողմից։ Այսօր վաղ առավոտյան Նորթ Հոլիվուդի տներից մեկում ոստիկանները հայտնաբերել են կնոջ Դի մահվան դեպքով սկսվել է սպանության քննություն։ Լոս Անջելեսի ոստիկանության վարչությունը հայտնել է, որ գործի շրջանակում ձերբակալվել է Գլենդել քաղաքի հրշեջ ծառայության արտահերթ աշխատակից։ Գլենդելի հրշեջ ծառայությունը կարճ հայտարարությամբ հաստատել է, որ Լոս Անջելեսի ոստիկանությունը իրենց տեղեկացրել է, որ ծառայության մեկ արտահերթ աշխատակից կալանավորվել է կապված տվյալ գործի հետ։ Հրշեջ ծառայության հայտարարությունը կարճ է, նշվում է, որ LAPD-ն հանդիսանում է գործի գլխավոր քննիչ մարմինը եւ քննությունը շարունակվում է։ Ծառայությունը հավելել է, որ այս փուլում լրացուցիչ մեկնաբանություններ չեն տրամադրվում։ Դեպքը տեղի է ունեցել Սացումա Բրբենք խաչմերուկին հարակից տանը։ Սոցիալական նպաստների զանգվածային գողությունները լուրջ հարված են հասցնում ցածր եկամուտ ունեցող հազարավոր անձանց, դժվարացնելով վարձավճարների եւ սննդի ապահովումը։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի գրասենյակի հրապարակած տվյալների համաձայն աշնանային եռամսյակում CalFresh սննդային աջակցության եւ CalWorks կանխիկ օգնության ծրագրերից գողացված գումարների մասին հաղորդումները կազմել են ամսական ավելի քան 4 միլիոն դոլարի չափով։ Նույն հաղորդագրության մեջ համեմատում է նաեւ 2 տարի առաջ գրանցված ամսական մոտ 20 միլիոն դոլար գողությունների հետ, պնդելով, որ տենդենսը նվազել է։ Նշվում է, որ Կալիֆոռնիան հարկատուների միջոցներով փոխհատուցում է վնասները, երբ նպաստառուները պաշտոնապես հայտնում են գողության մասին։ Նահանգապետ Նյուսոմը գողությունների նվազումը կապում է խարդախության դեմ նոր տեխնոլոգիաների ներդրման հետ, մասնավորապես էլեկտրոնային չիպերով ապահովված նոր EBT քարտերի շրջանառություն, ինչպես նաև հավելվածի ներդրում, որը թույլ է տալիս նպաստառուներին սառեցնել իրենց հաշիվները կասկածելի գործողությունների դեպքում։ Թրամփի վարչակազմն էլ շարունակում է մեծացնել քննադատություններն ու ճնշումը Կալիֆոռնիայի նկատմամբ սոցիալական նպաստների ոլորտում հնարավոր խարդախությունների մեղադրանքների պատճառով։ Վերջին ամիսներին դաշնային իշխանությունները նույնիսկ ժամանակավորապես սառեցրել էին սոցիալական որոշ ծրագրերի ֆինանսավորումը 5 դեմոկրատական նահանգներում, այդ թվում Կալիֆոռնիայում։ Դատան այդ սառեցումը առայժմ կասեցրել է ներառյալ CalWorks ծրագրի միջոցները։ Մասնագետները շեշտում են, որ տվյալ դեպքում խոսքը ավանդական վելֆերային խարդախության մասին չէ, երբ նպաստառուներն են խփում համակարգը։ Փոխարենը գողությունները հիմնականում իրականացվել են երրորդ անձանց կողմից օգտագործելով գաղտնի սքիմինգ սարքեր, որոնք կարդում են EBT քարտերի տվյալները, դրանից հետո պատրաստվում են քարտերի կրկնօրինակներ եւ հաշիվները դատարկվում են, մինչեւ նպաստառուները կհասցնեն այն օգտագործել։ Նշվում է, որ նպաստառուների կողմից խարդախությունը համեմատաբար հազվադեպ է։ Կալիֆոռնիան հատկապես խոցելի է հաշվի առնելով սոցիալական աջակցության լայն ծավալները։ Մոտ 300,000 ընտանիք ստանում է կանխիկ օգնություն, շուրջ 3 միլիոն մարդ սննդային աջակցություն։ Ըստ Նյուսոմի գրասենյակի Կալիֆոռնիայում այս սխեմաների շրջանակում մեղադրանք է առաջադրվել մոտ 200 անձի։ Սակայն սոցիալական խարդախությունների տեղական քննիչները նշում են, որ ներկայացված թվերը կարող են չարտացոլել իրական պատկերը։ Կալիֆոռնիայի սոցիալական խարդախությունների քննիչների ասոցիացիայի նախագահ Գրեգորի
Վլադիմիր Մահոնին նշել է, որ ոչ բոլոր տուժածներ են հաղորդում գողությունների մասին, որոշ դեպքերում փոխհատուցվում է միայն գումարի մի մասը, իսկ 2023-ին ոստիկանության պարտադիր զեկույցների պահանջը հանվել է, որը վատթարացրել է վիճակագրական վերահսկողությունը։ Թեև Կալիֆոռնիայում սոցիալական նպաստների գողությունների ծավալը զգալիորեն նվազել է, փորձագետները զգուշացնում են, որ խնդիրը լիովին լուծված չէ, իսկ իրական թվերը կարող են ավելի բարձր լինել։ Մնանք Կալիֆոռնիա նահանգում, նոր երկրաշարժ է գրանցվել հարավային Կալիֆոռնիայում 4.2 մագնիտուդ ուժգնությամբ ցնցում Ինդիոյի մերձակայքում։ Այս գիշեր հերթական երկրաշարժը Riverside եւ San Bernardino շրջանների սահմանագծում է եղել։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի ունեցել հունվարի 21-ի գիշերը 0:30-ին Ինդիո քաղաքից մոտ 12 մղոն հյուսիս-արևելք։ Երկրաշարժի օջախը գտնվել է մոտ 2.5 մղոն խորության վրա։ Իրավապահ եւ արտակարգ ծառայությունները հայտնել են, որ վնասներ կամ տուժածներ չեն արձանագրվել։ Այս երկրաշարժը հաջորդում է երկուշաբթի գիշերը գրանցված 4.9 մագնիտուդ ուժգնությամբ ցնցմանը, որը նույնպես տեղի էր ունեցել նույն տարածաշրջանում մոտավորապես 2 մղոն խորությամբ։ Կալիֆոռնիայի հանրային առողջապահության դեպարտամենտը հիշեցրել է երկրաշարժի ժամանակ անվտանգության հիմնական կանոնները։ Դրապ անմիջապես իջիր ծնկների եւ ձեռքերի վրա, որպեսզի չկորցնես հավասարակշռությունդ եւ չընկնես։ Պաշտպանիր cover, մի ձեռքով պաշտպանիր գլուխդ եւ պարանոցդ, եթե հնարավոր է թաքնվիր ամուր սեղանի կամ գրասենյակի տակ։ Եթե նման հնարավորություն չկա, դիրքավորվիր ներքին պատի մոտ հեռու պատուհաններից։ Սպասիր, hold on։ Պինդ բռնվիր թաքստարանից, ամուր սեղանից նկատի ունենալով եւ մնա այդ դիրքում մինչեւ ցնցումների ավարտը։ Պատրաստ եղիր շարժվել ամուր պաշտպանիչի հետ, որը պետք է պահել գլխավերևում։ Շարունակենք արդեն քաղաքական թեմաներով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաշխարհային տնտեսական ֆորումում հանդես է եկել շուրջ 1.5 ժամ տևած ելույթով եւ հարց ու պատասխանով ներկայացնելով իր վարչակազմի տնտեսական, էներգետիկ, անվտանգության եւ արտաքին քաղաքականության տեսլականը, ընդգծելով, որ Միացյալ Նահանգներն իր պատմության ընթացքում գտնվում է ամենաարագ եւ ամենամեծ վերելքի փուլում։ Թրամփը հայտարարել է, որ իր վերադարձից հետո Միացյալ Նահանգների տնտեսությունը դուրս է եկել իր խոսքով Բայդենի թողած ստաֆլյացիայի ճահճից, անցնելով ցածր գնաճի եւ բարձր աճի փուլ։ Նրա ներկայացրած տվյալներով վերջին 3 ամիսներին հիմնական գնաճը կազմել է 1.6%, 4-րդ եռամսյակի տնտեսական աճը կանխատեսվում է մոտ 5.4%։ Ֆոնդային շուկան 1 տարվա ընթացքում գրանցել է 52 պատմական առավելագույն ցուցանիշ, շուկաների աճի արդյունքում ստեղծվել է մոտ 9 տրիլիոն դոլարի նոր կապիտալ։ Ապահովվել է 18-ից 20 տրիլիոն դոլարի ներդրումային պարտավորություն, ինչը Թրամփը որակել է աննախադեպ երևույթ համաշխարհային տնտեսության մեջ։ Նախագահը նշել է, որ ավելի քան 1.2 միլիոն մարդ դուրս է եկել սննդային օգնության ծրագրերից, իսկ իրական եկամուտները իր խոսքով աճել են մինչև $5,000։ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը 1 տարվա ընթացքում դաշնային համակարգից հեռացրել ավելի քան 270,000 պետական աշխատող, կրճատել է պետական ծախսերը $100 միլիարդ, նվազեցրել է բյուջետային դեֆիցիտը 27%-ով։ Նա հիշեցրել է, որ ընդունվել են պատմության մեջ ամենախոշոր հարկային կրճատումները, առանց հարկի թեհավճարներ եւ արտաժամյա աշխատանքի համար գումարներ, առանց հարկի սոցիալական ապահովության վճարներ տարեցների համար։ Թրամփը հայտարարել է, որ մաքսատուրքերի քաղաքականության արդյունքում Միացյալ Նահանգների առևտրային դեֆիցիտը կրճատվել է 77%-ով։ Ամերիկյան արտահանումը աճել է ավելի քան $150 միլիարդ, պողպատի արտադրությունը ամսական աճել է 300,000 տոննայով։ Նա մանրամասն անդրադարձել է նաև դեղագործական ոլորտին, նշելով, որ Միացյալ Նահանգներն այլևս չի պատրաստվում սուբսիդավորել աշխարհի մնացած երկրներին։ Նրա խոսքով Միացյալ Նահանգներում դեղերի գները կհավասարվեն աշխարհի ամենացածր գներին։ Թրամփը խիստ քննադատել է եվրոպական կանաչ քաղաքականությունը, նշելով, որ այն հանգեցրել է էներգիայի արտադրության կրճատման եւ էլեկտրաէներգիայի գների կտրուկ աճի։ Նրա խոսքով Միացյալ Նահանգներում նավթի եւ գազի արտադրությունը հասել է պատմական առավելագույնի։ Բենզինի գինը մի շարք նահանգներում իջել է մինչև $1.95-ից 2.30-ի, հաստատվել է միջուկային էներգիայի լայնածավալ վերագործարկում եւ AI ոլորտի համար թույլատրվել է ընկերություններին կառուցել սեփական էներգետիկ հզորություններ։ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն առաջատար է դարձել արհեստական բանականության ոլորտում, կրիպտո շուկաներում, ընդունելով համապատասխան օրենսդրություն։ Նա ընդգծել է, որ քայլերի նպատակը ոչ միայն տնտեսական աճն է, այլ նաև Չինաստանի ազդեցության սահմանափակումը։ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն առաջին անգամ 50 տարվա ընթացքում ունեցել է հակադարձ միգրացիա, կտրուկ նվազել է ծանր հանցագործությունը մի շարք քաղաքներում։ Նա հատուկ անդրադարձել է Մինեսոտայում բացահայտված $19 միլիարդ սոցիալական խարդախությանը, հայտարարելով լայնածավալ քննության մասին։ Թրամփը նաև նշել է, որ իր վարչակազմը մասնակցել է 8 հակամարտության կարգավորմանը եւ այժմ կենտրոնացել
կայացած է Ուկրաինայի պատերազմի դադարեցման վրա։ Նրա խոսքով Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ են համաձայնության։ Ելույթի ամենասուր հատվածը վերաբերում էր Գրենլանդիային։ Թրամփը վերահաստատել է, որ Գրենլանդիան կենսական նշանակություն ունի Միացյալ Նահանգների համար եւ Արևմուտքի անվտանգության համար։ Դանիան չի կարող ինքնուրույն պաշտպանել տարածքը եւ Միացյալ Նահանգները պատրաստ է սկսել բանակցություններ Գրենլանդիայի ձեռքբերման շուրջ, ասել է նախագահը։ Նա նաեւ կրկին քննադատել է ՆԱՏՕ-ին, նշելով, որ Միացյալ Նահանգները երկար տարիներ կրել է հիմնական բեռը առանց համարժեք փոխհատուցման։ Ելույթի ավարտին նախագահ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վերադարձել է ավելի ուժեղ, ավելի ազդեցիկ եւ ավելի վճռական, քան երբևէ։ Նա ընդգծել է, որ առաջիկա տարիները կարող են դառնալ համաշխարհային տնտեսության եւ անվտանգության վերաձևման շրջադարձային փուլ։ Շարունակենք նույն թեմայով եւ ավարտենք այժմի լուրերը։ Շվեյցարական Դավոսում նախագահ Դոնալդ Թրամփը մասնակցել է նաեւ գործարար առաջնորդների համար կազմակերպված ընդունելությանը, որի ընթացքում հանդես է եկել ոչ պաշտոնական ելույթով, կենտրոնանալով Միացյալ Նահանգների տնտեսության, ներդրումային միջավայրի եւ բիզնեսի համար ստեղծված հնարավորությունների վրա։ Միջոցառումը տեղի է ունեցել գործարար, ներդրումային եւ ֆինանսական ոլորտի առաջատար ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնց թվում էին խոշոր միջազգային ընկերությունների ղեկավարներ եւ ներդրողներ։ Իր խոսքում նախագահ Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգների տնտեսությունը իր գնահատմամբ գտնվում է ակտիվ աճի փուլում եւ երկիրը շարունակում է մնալ աշխարհում ներդրումների համար ամենագրավիչ ուղղություններից մեկը։ Նա առանձնացրել է մի քանի խոշոր ներդրումային օրինակներ, նշելով, որ տեխնոլոգիական եւ արդյունաբերական ոլորտներում իրականացվում են $100 միլիարդ ներդրումներ։ Մի շարք միջազգային ընկերություններ ընդլայնում կամ առհասարակ տեղափոխում են իրենց արտադրությունը հենց Միացյալ Նահանգներ։ Թրամփի խոսքով ներդրումային ակտիվության աճին նպաստել են հարկային խթանները, արտադրության համար ստեղծված ավելի պարզ պայմանները եւ երկարաժամկետ ծրագրերի համար նախատեսված ֆինանսական արտոնությունները։ Նախագահը շեշտել է, որ Միացյալ Նահանգներում աճում է արտադրական գործունեությունը, ինչի արդյունքում ստեղծվում են հազարավոր նոր աշխատատեղեր։ Նա նշել է, որ ժամանակակից տնտեսությունում մեծ դեր են խաղում նաեւ ավտոմատացումը եւ ռոբոտատեխնիկան, որոնք ըստ նրա օգնում են լուծել աշխատուժի պակասի խնդիրը։ Թրամփը նաեւ նշել է, որ կայուն ու անվտանգ միջավայրը կարևոր նախապայման է ներդրումների համար, ընդգծելով, որ վերջին շրջանում Միացյալ Նահանգներում բարելավվել են հասարակական անվտանգության ցուցանիշները, ինչը դրական ազդակ է բիզնեսի եւ զբոսաշրջության համար։ Ընդունելության ձևաչափը հնարավորություն է տվել նախագահային եւ գործարար առաջնորդներին ուղիղ անկաշկանդ շփման, հարցերի ու դիտարկումների փոխանակման։ Միջոցառումը չի ներառել պաշտոնական բանակցություններ կամ պայմանագրերի ստորագրում, սակայն դիտարկվում է որպես վստահության եւ համագործակցության ամրապնդման հարթակ։ Ելույթի ավարտին նախագահ Թրամփը շնորհակալություն է հայտնել ներկաներին, ընդգծելով, որ Միացյալ Նահանգները բաց է համագործակցության համար եւ պատրաստ է աջակցել ներդրումային ծրագրերին, որոնք նպաստում են տնտեսական աճին եւ նոր հնարավորությունների ստեղծմանը։ Իսկ այժմի համար այսքանը, կհանդիպենք արդեն երեկոյան թողարկման ժամանակ։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։